Հայ ստոմատոլոգները հանդիպում են նոր ձևաչափով խնդիրները համատեղ քննարկելու եւ լուծման ուղիներ որոնելու նախաձեռնությունը Հայ ստոմատոլոգների միությանն է, հարթակը միության հիմնադիր կոնֆերանսը։ Այսօր մենք գտնում ենք նպատակահարմար ստոմատոլոգիական հանրության առջև կանգնած ոլորտի առջև կանգնած արդիական խնդիրների լուծում որոնել եւ գտնել։ Իսկ դրա արդյունավետությունը հնարավոր կլինի միայն համախմբման միջոցով, երբ որ բոլոր դաշտում գործող հասարակական կազմակերպությունները վերջի վերջո համախմբվեն եւ նպատակն է բաց եւ թափանցիկ քննարկումների միջոցով գտնել այն լուծումները, որը որ մենք պետք է առաջարկենք, որը վերջի վերջո պետք է ձևավորվի որպես ծրագիր, ստոմատոլոգիական ոլորտի զարգացման ծրագիր եւ մենք շարժվենք առաջ այդ ուղղությամբ։ Հայ ստոմատոլոգների միության նպատակը ոչ միայն ոլորտում միասնական դաշտի ստեղծումն է, այլև հասարակական կազմակերպությունների եւ պատկան մարմինների միջև կապող օղակ հանդիսանալը։ Միասնաբար, միասին գործելով նույն դաշտում փոխօգնություն ձևով, մեկս մեկից օգնելով, համագործակցելով մենք կնպաստենք, որպեսզի ստոմատոլոգիայի բնագավառում մենք տեսնենք որակական լուրջ առաջընթացներ։ Գաղափարը ոլորտում գործող կազմակերպությունները կիսում են բոլորի ջանքերն ստոմատոլոգիայի ոլորտի զարգացմանը, ժամանակին համընթաց քայլելուն եւ ստոմատոլոգիան Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն է ուղղված, իսկ երբ ջանքերը մեկտեղվում են, ներկաների կարծիքով արդյունքներն ավելի կայուն են եւ շոշափելի։ Такое общество сейчас, как Союз армянских стоматологов, имея у себя и ассоциацию по науке образования, ассоциацию по хирургии, по имплантологии, по пародонтологии, по ортопедии, то есть все эти ассоциации имея у себя, оно может иметь более расширенное. И перспектива его очень в том, что у нас могут быть хорошие достижения. Հայաստանում մեր փոքր երկրում կան բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որը գործում են ստոմատոլոգիայի ոլորտում։ Սա փորձ է այդ ամենը համախմբվելու, մի ավելի ճշգրիտ ընդհանուր ուղղություն ընտրելու եւ ուղղությամբ շարժվելու առաջ։ Հասարակական կազմակերպությունների եւ մասնագիտական միությունների դերը առողջապահական համակարգի զարգացման գործում բարձր են գնահատում առողջապահության նախարարությունում։ Եթե 20 տարի առաջ դժվար էր պատկերացնել հասարակական հատված պետություն համագործակցությունը, այսօր դժվար է համակարգի առաջընթացը պատկերացնել առանց այդ կապի, ասում է առողջապահության փոխնախարարը։ Մենք մեկ գործ ենք անում երկու տարբեր կողմերից։ Մենք հասկանում ենք, որ հասարակական կազմակերպությունները, միությունները մասնագիտական հզոր ներուժ ունեն, տիրապետում են այն բոլոր նրբություններին, որոնք տեղի են ունենում մասնագիտական դաշտում, եւ իրենց այս ներուժի չօգտագործելը, չլսելը չի կարող բերել ճիշտ եւ որակյալ որոշումների կայացման։ Իսկ ճիշտ որոշումներն անհրաժեշտ են մարտահրավերներին դիմագրավելու համար, թեև ստոմատոլոգիան Հայաստանում դինամիկ զարգանում է, բայց ոլորտում խնդիրներ էլ կան։ Հիմնականը դա կարգավորման խնդիրներն է, որը կանգնած է մեր առջև։ Մենք իհարկե պետք է գնանք ժամանակակից տենդենսներին համընթաց, որոշենք, թե բժիշկ ստոմատոլոգը ինչ պրոտոկոլներով պետք է աշխատի, ինչ պայմանագրային հարաբերություններ պետք է ձևավորվեն բուժ հիմնարկների եւ պացիենտների միջև, եւ ամենակարևորը վերջապես պետք է լուծենք հենց ինքը բժիշկ ստոմատոլոգի պաշտպանվածության խնդիրները։ Հայ ստոմատոլոգների միության նախագահը կարևորում է նաև ոլորտի մասնագետների շարունակական զարգացումը։ Թորգոմ Դաշտոյանի կարծիքով նաև պետք է մշտապես կապի մեջ լինել արտերկրի ստոմատոլոգիական կազմակերպությունների հետ, ուսումնասիրել միջազգային փորձը եւ այն հայաստանյան հարթակ տեղափոխել, որը Հայ ստոմատոլոգների միությունն արդեն ձևավորել է։ Արփինե Թամրազյան, Հայկ Զեյնալյան, Լրաբեր։